Բարեկալու Civilnet տաղավարում հյուրընկալել եմ Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորության տեխնացու այս պահին նախկին լրագրող Կարպիս Փաշյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նախկին լրագրողներ չեն լինում։ Կարպի, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մի հարց ձևի մասին։ Էդմոն Մարուկյանը հայտարարում է, որ ինքը կլասիկ քաղաքական գործիչ է, բայց ձեզ որ նայում ենք եւ ձեր ոճից եւ բառամթերքից ոչ մի ձև չեք տեղավորում կլասիկ քաղաքական գործիչի սահմանման մեջ, եթե կա այդպիսի սահմանում։ Ինչ որոշեցիք Էդմոն Մարուկյանի հետ մասնակցել դրություններին։ Ձեր հարցը ինձ մտածմունքների մեջ գցեց, թե որն է դասական քաղաքական գործիչը։ Ըստ էության ես էլ եմ տեղավորվում, որովհետեւ դասական քաղաքական գործիչը, եթե ձևի մասին ենք խոսում, անպայման պետք է լինի կոստյումով, բաբուչկայով կամ ուրեմն փողկապով։ Իսկ բովանդակության մեջ քաղաքական գործիչի զենքը պետք է լինի խոսքը, իմ զենքը խոսքն է, այս այլասերված քաղաքական համակարգում, որտեղ տիրապետող են փողը, վարչական ռեսուրսները եւ նմանատիպ այլ ինստիտուտներ, այսինքն այդ առումով գոնե պարլամենտարիզմի դրամաբանության մեջ տեղավորվում եմ խոսքով, մտքով, չեմ ասում այդ խոսքը միտքը լավն է թե չէ, եւ միայն հակոստն է, դա էլ երևի թափառական լրագրողից մնացած ինչ-որ փոքրիկ ավանդույթ է, ինձ թվում է վատ չի։ Ինչպես է ընդհանրապես լրագրողից տեղափոխվել հակառակ դաշտ, երբ որ ոչ թե դու ես հարցեր տալիս, այլ քեզ պետք է հարցեր տան, ոչ չէ, բարբերաբար դու գնացել եք հարցազրույցների, դրա մասին չի խոսք, այլ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից պետք է հարցեր ուղղեն ձեր ծրագրերը, չգիտեմ, ձեր մոտեցումները, ստանձնած քաղաքական պարտավորությունները եւ այլ եւ այլ։ Այդ առումով լրագրության մեջ մի փոքր միշտ անառակ զավակ եմ եղել, որովհետեւ չեմ տեղավորվել միշտ այնպես ուղղակի օբյեկտիվ լրագրության տրամաբանության մեջ ավելի շատ որպես հրապարակախոս կամ քաղաքական մեկնաբան եմ դրսևորվել, այսինքն մի ոտքով միշտ քաղաքականության մեջ եմ եղել, քաղաքական կարծիք հայտնելով սուր ինչ-որ դիրքորոշումներով, այդ առումով դասական լրագրողը ինձ դժվար թե հնարավոր լինի համարել, քաղաքական մեկնաբանը մի ոտքով միշտ քաղաքականության մեջ, հիմա ըստ էության վերջին հիբրիդային էլի, մոդայիկ բառ օգտագործել։ Վերջին տարիներին ինչ խոսել ենք, փորձում ենք իրականություն դարձնենք։ Շատ լավ, սուր քաղաքական միտք ունեք միանշանակ, բարբերաբար հանդես եք գալիս տեքստերով, հետաքրքիր պատմական ակնարկներով եւ այլն, բայց երբ որ ես լսեցի ձեր այն հայտարարությունը, պարոն Մարուկյանի այն հայտարարությունը հատկապես, որ դուք հանդես եք գալիս այս ընտրություններին եւ չեք մտնելու վարչապետ նշանակելու ես ընտրելու գզվռտոցի մեջ, այլ առաջադրում եք նախագահի տեխնացու, որը arczepiskopos Աջապահյանն է, ճիշտ ասած քաղաքագիտական կրթություն էլ ունենալով մի փոքր տարակուսեցի, որովհետև ընտրությունները հենց ազգային ժողովի եւ վարչապետի մասին են։ Դուք առաջադրում եք, այսպես հիպոթետիկ, նախագահի տեխնացու։ Սա հակաքաղաքական կամ հակաքաղաքագիտական չէ։ Չէ։ Ինչու՞։ Դուք լինելով քաղաքագետ, քաղաքագիտության բարձր կրթության մարդեր մոտ տարակուսանք չի առաջացնում այն փաստը, որ պարլամենտական հանրապետությունում ընտրությունները անձերի մասին են։ Իսկ մենք ըստ էության փորձում ենք ընտրությունները դարձնենք պարլամենտարիզմի մասին եւ ասում ենք չենք խառնվում այդ վարչապետական մրցավազքի։ Բայց տեխնացու պետք է ունենաք, չէ՞։ Հասնենք եւ վստահաբար հասնելու ենք խորհրդարան եւ այդ հարցի շուրջ վստահաբար զարգացումներ կլինեն, մենք էլ ունենք իրավունք, երբ որ հասնենք խորհրդարան, տեխնացու առաջադրելու ունենք, ասել ենք կամուրջները այրված չեն, մեր նպատակը առաջնային իշխանափոխությունն է, այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որ չլինի վարչապետ Նիկոլ Փաշինյան անունով, իսկ ինչու է առաջադրում նախագահի տեխնացու։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է ձեր նպատակը, դա ենթադրում է, որ գնում եք ազգային ժողով, գուցե ունեք վարչապետի տեխնացու, եթե հաջողեք, կունենաք այդ փոփոխությունը։ Նախագահի տեխնացու առաջադրելու իմաստը։ Ձեր ասած քաղաքագիտությունից ելնելով, որ մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ մեր հանրապետությունում գոյություն չունի իշխանությունների տարանջատման սկզբունք։ Այսինքն գործադիր իշխանությունը վարչապետի մարմնավորմամբ կլանել է բոլոր ինստիտուտները, նախագահը նրա աշխատողն է, խորհրդանի խոսնակը նրա աշխատողն է, նա երկրի գլխավոր պոետն է, երկրի գլխավոր ասմունքողն է, ուզում է կաթողիկոս դառնալ, եւ մենք կարծում ենք, որ այս բարդ իրավիճակում շատ կարեւոր կլինի փորձել կայացնել
նախագահի ինստիտուտը որպես հակակշիռ վարչապետական անսանց եւ անվերջ եւ անվերահսկելի իշխանությանը այդ պաշտոնում, այդ կարգավիճակում տեսնելով կամ առաջարկելով հեղինակավոր պատկառելի մարդու տեխնատությունը։ Դա է նպատակը։ Դուք մի կողմից հետաքրքիր է, եկեք մի հատ հասկանանք, մի կողմից ասում եք, որ անձերի կռվի մեջ չեք մտնում եւ չեք կարեւորում այս անձակռիվը, այսպես ասած, բայց մյուս կողմից նախագահի ինստիտուտը այնքան թույլ է մեր համակարգում, հա, առաջարկում եք ուժեղ անձի, որպեսզի իր անձնական հեղինակությամբ կարողանա կայացնել ինստիտուտը կամ չգիտեմ արբիտրի դեր խաղալ իսկապես, հա, էլի հակասություն չկա, որ մի կողմից չեք կարևորում անձ, այսինքն կողմ եք նրան, որ չկարևորվեն անձերը, մյուս կողմից ուժեղ անձի եք առաջադրում։ Ինստիտուտը կայացնելու համար։ Բայց ինստիտուտը կայացվում է ոչ թե անձի հեղինակությամբ, ինստիտուտը կայացվում է կառուցակարգերով, ինստիտուտը կայացվում է օրենքներով, սահմանադրության մեջ ուժեղացնելով իր դիրքերը եւ հնարավորությունները։ Բայց այս պայծառությամբ մենք ինստիտուցիոնալ փոփոխություններ, համակարգային փոփոխություններ անելու հնարավորություն չունենք։ Եվ ես մերժում եմ այդ կեղծ ինստիտուցիոնալիզմը, որ անձերը կարևոր չեն եւ պետքա համակարգային հարցերը դիտարկել, ինստիտուցիոնալ եւ այլն, մարդիկ են կերտում ինստիտուտներ եւ մարդիկ են ապահովում այդ ինստիտուտների կայուն եւ արդյունավետ կենսագործունեությունը։ Այս առումով, տեսեք, մենք ասում ենք պետք է լինի իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Բայց արատավոր քաղաքական համակարգը անձի հեռացումով միգուցե եւ չփոփոխվի։ Եվ դրա համար մենք ուզում ենք տեսնել հեղինակով, այո, մենք կփոխվի։ Չէ, իշխանափոխությունն է լինում, նոր վարչապետ է նշանակվում։ Ճիշտ է։ Այո։ Բայց սուպեր վարչապետական համակարգը մնում է։ Եվ շատ կարևոր է ունենալ այնտեղ մի հատ չեզոք արբիտր հեղինակավոր, որի առանցքային ուժը իր խոսքն է, որը իր խոսքով, իր հեղինակությամբ կերաշխավորի մեր ընթացքը թույլ չտալով մի կողմից իշխանության ուզուրպացիա, թույլ չտալով անթույլատրելի ուժերի վերարտադրություն։ Ջապահյանը կլինի այդ չեզոք անձը հաշվի առնելով իր քաղաքական հստակ դիրքորոշումները եւ հայտարարությունները բավական սուր այս իշխանության դեմ հաշվի առնելով իր նաեւ ինչ որ պահի մյուս քաղաքական ուժերի աջակցելու այստեղ չեզոք ասելով մոտեցումները չեզոք ասելով նկատի ունեմ վերկուսակցական չեզոք ասելով նկատի չունեմ անդեմ եւ անորոշ ինչ որ մեկը որը տեսակետ չունի ինքը ունի հստակ տեսակետներ բայց այստեղ էական այնա որ ինքը վերկուսակցական է կուսակցական ֆունկցիոներ չի եւ տեղավորվում է կոմպրոմիսային քաղաքականության տրամաբանության մեջ։ Մեր նախագահի ինստիտուտը այնքան թույլ է այս համակարգի մեջ, որ չգիտեմ, ինչ հեղինակության տեր մարդ պետք է գա այնտեղ, որ ինչ որ բան կարողանա անել։ Օրինակ եկա պատկերացնենք մի պահ, հա, Միքայել Աջապահյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ընտրվել է ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահ, եւ ինքը ճունի իր թևերը կտրված են, ինքը ճունի որևէ հնարավորություն ազդել, մաքսիմում օրենք են ընդունում, ուղարկում են իրեն, ինքը այդ օրենքը կարող է վիճարկել սահմանադրությունում, սահմանադրական դատարանում, ու վերջ։ Ինչով պետք է ինքը ազդի։ Մենք չգիտենք։ Ինչպես պետք է ազդի։ Մենք չգիտենք այդ լիազորությունները թույլ են, թե չէ, որտեղ այդ լիազորությունները չեն կիրառվել։ Որովհետև հիմա ունենք մի նախագահ, որին ոչ մեկ չի ճանաչում, որը նույնիսկ ցեղասպանության Ես եւ դուք ճանաչում։ Ես եւ դուք ճանաչում եք, բայց լայն զանգվածներ չեն ճանաչում, որը ցեղասպանության տարելիցի արդիվ ուղերձ չի հղում, որովե տեսակետ չի հայտնում, բայց մենք այդ կարգավիճակը, այդ պաշտոնը իր լիարժեք կիրառության մեջ չենք տեսել դեռևս եւ ասում Միքայել Աջապահյանի կամ Սրբազանի մարմնավորմամբ կտեսնենք բայց տեսեք կա Սրբազանի հայտարարությունը երբ իրեն առաջադրում էին վարչապետի պաշտոնում եւ այլն ինքը արեց հետեւյալ հայտարարությունը 27/06/2025 ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգեվորական ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի տեխնացուների շարքում Սրբազանի հետ խոսել եք ինքը ցանկանում է դառնալ նախագահ տեսեք դուք այն համատեքստում եք տալիս որ ինքը պետք է լինի ինչ-որ մի կուսակցության տեխնացու կուսակցական ֆունկցիոների տրամաբանության մեջ, բայց մենք շատ զգուշ ենք այստեղ արտահայտվում եւ ասում ենք այստեղ նախ ինքը զրկված է արտաքին կապից, որ լինելով քաղաքբանտարկյալ հիմա տնային կալանքի տակ ինչ որ հավանություն տվել այդ գաղափարին։ Դա էական հարցը չի, դա մեր տեսլականն է, մենք առաջարկում ենք եւ ասում ենք նախագահի պաշտոնում պետք է լինի հեղինակավոր անձնավորություն։ Դե եթե լինի քաղաքական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա, ինձ թվում է կցանկանա, իսկ եթե չլինի ի դժբախտություն մեզ։
Գիտեք, այդտեղ շատ սկզբունքային չի որ անպայման arczepiskopos լինի։ Չգիտեմ, Շարլ դը Գոլի պես մեկը լիներ հեղինակավոր գեներալ։ Եթե ասեիք հեղինակավոր ինչ որ մեկին կառաջադրենք, ես կհասկանայի ձեզ, բայց հիմա կոնկրետ անուն եք տվել, հետաքրքիր է, մարդը համաձայնի թե համաձայն չէ։ Որովհետև այս հեղինակազրկված իրականությունում, երբ բոլոր անձերը թիրախավորված են, հեղինակություններ չկան, բոլորը հայոյանքի հետ տարապի տակ են, մենք գտնում ենք, որ նա հեղինակավոր անհատականությունը դա ցույց են տալիս նաև սոցիոլոգիական տվյալները։ Չեմ վիճարկում դա, Կարպիս։ Եսի նկատի ունեմ ինքը համաձայնի թե համաձայն չէ, իր հետ որևէ ձև կապի դուրս եկել եք, խոսել եք։ Մենք իր հետ կապի դուրս գալու հնարավորություն չունենք, ինքը զրկված արտաքին աշխարհի։ Մենք ասում ենք նրա պատասխանը այդտեղ չի էական է։ Մենք ասում ենք դա մեր տեսլականն է։ Մենք չենք ասում ինքը պետքա լինի լուսավոր Հայաստանին է հենց։ Մենք ասում ենք ամբողջ ընդդիմադիր դաշտի տեխնազուն եթե դառնա, շատ հրաշալի կլինի եւ կարծում եմ այդ դեպքում կհամաձայնվի ցավոք սրտի այլ ընդդիմադիր առաջնորդներ դերևս հստակ տեսակետ չեն արտահայտել այդ արդիվ։ Դե երևի իրենց էլ է դժվար արտահայտել, որովհետեւ չգիտեն այդ մարդ նման Դե գնում են բալկոնի տակ ծափարում են ձեռքով են անում եւ մի բան կա, չէ՞ որ անում են։ Չգիտեմ։ Բայց ինչի չեն արտահայտում տեսակետ։ Ծափարել եւ ձեռքով անելու քաղաքական ժեստերի թարգմանությունը չեմ կարող իրականացնել դրա համար։ Ես համեմատական եմ անցկացնում, ես վերջերս Միացյալ Նահանգներում էր Մեծ Բրիտանիայի թագավորը, չէ՞, էլի թույլ լիազորություններով եւ մի շարք հայերի կարծիքով ձևական ինչ որ մեկը, բայց նա գնացել էր Միացյալ Նահանգներ եւ քաղաքական հետաքրքիր ակնարկներով մարմնավորում էր Եվրոպան, դարձել էր Եվրոպայի ձայնը եւ Միացյալ Նահանգներին անգլիական նուրբ հումորի շքեղ անգլերենով ձևակերպումներ էր անում, դառնալով Եվրոպայի ձայնը, Արևմուտքի ձայնը, չխորանանք ինչ շեշտադրումներ անում։ Հատկապես որ ասեց Միացյալ Նահանգները 200 քանի տարի առաջ են հիշեցրեց անկախություն ձեռք բերել, բայց դա ասեց մեր համար Մեծ Բրիտանիայի համար դեռ 3 էր։ Մանա ինչ լիազորություններ ունի, բայց Եվրոպայի ձայնն է։ Մենք էլ ուզում ենք Հայաստանը ունենա իր հեղինակավոր ձայնը երկրի ներսում եւ երկրից դուրս։ Լավ, հուսամ կճշտեք, պարոն Միքայել Աջապյանի։ Նույնիսկ եմ ճշտելու հարց չկա, ճշտելու հարցը ճշտելու չի։ Մենք նախագահի պաշտոնում ոնց ճշտել։ Եթե process-ի մեկնարկը դրվի եւ մյուս ընդդիմադիր ուժերն տեսակետներ հայտնեն, ցույց ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե չլինի, դժբախտությունը մեզ շատ վատ է որ չլինի։ Մի անց հոգեվորականներ։ Այսինքն կներեք, այս թեման շարունակենք։ Այդ մեկը չի լինում, լինում է իշխանափոխություն, հիմա ինչ ուժեղ Հայաստանից ինչ որ մեկը էլի տենց ենթադրաբար այո։ Էլի իրենց անկարևոր աշխատողին պետքա բերեն նախագահ դարձնեն։ Չգիտեմ անկարևոր թե կարևոր, բայց ենթադրաբար վստահ եմ իրենց հակառակորդին չեն բերի նախագահ դարձնի, որ իրենց հակակշռի։ Տեսնում եք, որ երկրի ինստիտուցիոնալ չի կայանում եւ մարդկային խմբերը փոխարինում են իրար։ Ցավոք այդպես է։ Այսինքն դրասացի տրամաբանությամբ իրանք էլի պետք է գան շարունակեն խորհրդարանի կախվածությունը կամ ենթակայությունը գործադիրից համանդրական դատարանի կախվածությունը։ Ինչպես պետք է օրինակ դուք համոզեք, դուք էլ լինելով ազգային ժողովում, եթե ուժեղ Հայաստանն է դառնում օրինակ, չգիտեմ, ուժեղ Հայաստանի տեխնացուն է դառնում վարչապետ, ինչպես պետք է համոզեք ուժեղ Հայաստանին, որ այ լավ կլինի Միքայել Աջապահյանը լինի, որ իր հեղինակությամբ կհակակշռի ձեզ։ Բայց ով ասաց, որ պետք է ուժեղ Հայաստանի տեխնացուն ինչ որ մեկը կլինի, չգիտեմ։ Մենք կարծում ենք, որ ուժեղը կլինի Հայաստան Մենք կարծում ենք, որ որևէ ուժ միայնակ չի կարող իրականացնել իշխանափոխություն։ Եվ պետք է այստեղ գործի դրվեն կոմպրոմիսային փողզսպող գործիքները եւ առնվազն կոլեկտիվ ընդդիմադիր ջանքերով պետք է լինի իշխանափոխություն եւ այդ առումով այդ առաջարկը առանցքային պետք է դառնա։ Կարպիս շատ հաճախ մարդիկ երբ որ մտնում են քաղաքականություն, ցանկանում են գնալ մի ուժի հետ, որը որոշակի շանսեր ունի խորհրդարան անցնելու։ Կարող ենք մերկանտիլ անվանել այդ մարդկան, չգիտեմ, քաղաքական շահամոլներ անվանել եւ այլ, բայց այդ մարդիկ այդպեսի մարդ ցանկանում է լինել ազգային ժողովում եւ լինել հաղթողի հետ կամ գոնե անցողի շեմը հաղթարողի հետ։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները, որ մենք նայում ենք հիմա իրականացվում են, լուսավոր Հայաստանը այդ անցողի շեմը չի հաղթարում ըստ այդ ուրեմն հարցումների։ Ինչու որոշեցիք լինել մի քաղաքական ուժի հետ, դեպի շատ հարգում եմ պարոն Մարուկյանին, քաղաքական ուժի հետ, որը 1-2% էլ շանս չունի ըստ այդ հարցումների հավաքելու։ Բայց կարծում եմ առնվազն կասկածներ ունեք, չէ՞, որ կարող է լինել այնպիսի մի տեղում, որտեղ 100%-ով անցողիկ են։ Հնարավոր է, ես նկատի ունեմ մերկանտիլ չեմ։ Ես իսկապես
չեմ հետևեթում, նախ մերկանտիլ չեմ, շատ կարևոր են գաղափարները, սկզբունքները եւ այս առումով իմ եւ պարոն Մարուկյանի գաղափարները նույնական են եւ ես իսկապես չեմ հետևեթում եւ իմ մոտ կա վստահություն առնվազն, որ մենք կարող ենք հայտնվել խորհրդարանում եւ նաեւ կա այն վստահությունը, որ առանց մեր մասնակցության եւ միջամտության հնարավոր չի լինելու իշխանափոխություն անել։ Ինչն է տալիս ձեզ այդ վստահությունը, որ կհայտնվեք խորհրդարանում։ Աշխատանքը, մեր մտքերը, գաղափարները եւ հանրային արձագանքը։ Այսինքն կարծում եք, որ այն արձագանքը, որ հիմա տեսնում Այսինքն մենք կարծում ենք, այդ սոցիոլոգիական հարցումները նախնական են։ Հիմա բոլոր քաղաքական ուժերը գտնվում են ստարտային վիճակում եւ ամեն ինչ կախված է հետագա աշխատանքից։ Ասացիք ձեզ համար կարևոր են սկզբունքները։ Պարոն Մարուկյանին սկզբունքային քաղաքական գործիչ համարում եք, ինչի համար եմ ես հարցը տալիս, հա, որովհետեւ եղել է զիգզագներ իր քաղաքական կարիերայում, երբ 2020 թվականի պարտությունից հետո շատ խիստ քննադատել է իշխանություններին, հետո սկսել է աշխատել այդ իշխանությունների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ, լինելով ուրեմն Հայաստանի կամ չգիտեմ ինչպես էր կոչվում հատուկ հանձնարարություններով դեսպան 1.5 տարի եթե չեմ սխալվում հետո նորից դուրս է եկել այդ պաշտոնից եւ էլի սկսել է քննադատել վարչապետին եւ նրա վարած քաղաքականությունը այս առումով ինչպես եք վերաբերում այդ զիգզագներին դե դա սկզբունքային չհամարեի իր հետ չի լինի չէ ի նկատի ունեմ դա տեղավորվում է ձեր սկզբունքային վերաբերյալ ձեր ընկալումների մեջ ես հասկանում եմ որտեղ այդ ընթացքում դուք շարունակում եք քննադատել իշխանություններին այդ ամենը նրա դրսևորումները ինձ համար հասկանալի են եւ ընդունելի։ Ես հրաշալի հասկանում եմ, թե ինչի ինքը համաձայնեց գնալ աշխատելու կառավարության, եւ ես շատ լավ գիտեմ, թե ինքը ինչ նպատակներ էր դրել իր առջև։ Վստահաբար այդ նպատակները անձնական շատ չէին, սպասարկում մերկանտիլ նպատակներ չէին, իրան տեղից իրան որևէ օգուտ անձնակար չկար եւ հաշվի առնելով քաղաքական այդ բևեռացված, այլասերված համակարգը ինքը եկել էր այն գիտակցմանը, որ կարող է օգտակար լինել իր պետությանը այդ կարգավիճակում եւ փորձել է օգտակար լինել եւ սա վստահաբար այդպես է այսինքն ինքը հանուն փողի հանուն ինչ-որ շահի հանուն ինչ-որ լծակների չի գնացել այդ պաշտոնին չեմ ես նման պնդումներ չեմ անում ուղղակի իշխանության հետ աշխատել չաշխատելու մասին էր որովհետեւ այդ դասում դե ես էլ եմ աշխատել չէ դուք շատ շուտ եք աշխատել եւ իդեպ Civilnet-ում հարցազրույցից հետո տեղի ունեցավ ձեր չաշխատելի իշխանության հետ Հիմա կարող են հարցեր տակ պարոն Մարուկյանի ցուցակից էլ չաշխատեմ Չէ, ես նման նպատակ չունեմ, այնուամենայնիվ ձեր պատասխաններից է կախված, ոչ թե իմ հարցերից այդ առումով։ Շատ լավ, պարոն Մարուկյանի հետ կապված ինչու այդ հարցը տվեցի, որովհետև այն ժամանակ, երբ որ ինքը աշխատում էր իշխանության հետ, դուք շարունակում եք քննադատել իշխանության, եթե չեմ սխալվում։ Մենք նույն մարդիկ չենք, էլի։ Արցախյան գիծը, չգիտեմ, եւ տարբեր արտաքին քաղաքականության տարբեր շերտերը կամ քաղաքականության տարբեր դրսևորումները։ Ասեմ տարբերությունը որոնք Ես դիրքավորված եմ եղել որպես հրապարակային գործիչ քաղաքական մեկնաբան եւ կարծել եմ, որ շատ ավելի օգտակար է քննադատելով, ջարդել փշրելով օգտակար լինել։ Ասում եմ, չէ կլասիկ քաղաքական գործիչ չէ։ Ինքը մտածում էր, որ իր դիվանագիտական փորձով, գիտելիքներով կարող է օգտակար լինել եւ եղել է Այսինքն մոտեցումների եւ աշխարհայացների տարբերությունը, այստեղ որևէ հակասություն չկա, մենք այդ ժամանակ էլ ենք շարունակել իր հետ շփվել։ Հասկանալի։ Եվ մի բան էլ ասեմ, օրինակ այդ իր պաշտոն զբաղեցնելը շատ է քննադատվում, բայց նա այդ պաշտոնում լինելը նրան որոշակի առավելություն է տալի, որովհետեւ ինքը շատ ավելի տեղեկացված է բանակցային գործընթացից, քան մնացածը։ Երբ ընդունվում էր Պրահայի հայտարարությունը հայտնի 2022 թվականի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, դուք, եթե չեմ սխալվում, քննադատում եք այդ հայտարարությունը, եւ դրանից հետո այն հայտարարությունները, որ Հայաստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն Ադրբեջանը Հայաստանի։ Բայց այդ պարոն Մարուկյանը եթե այդ ժամանակ պաշտոնի էր եւ կարծես թե դժգոհ չէր այդ հայտարարությունից։ Այդ հայտարարությունից հետո եղավ Մոսկվայի հայտարարությունը, Մոսկվան ասաց այս տաղավարում նաեւ, որ Մոսկվայում ներողություն Սոչիում հաստատվեց Պրահան։ Ի նկատի ունեմ, այս հարցում իրար հետ որևէ քննարկումներ ունեցել եք։ Այդ հարցում իրար հետ հակասություններ չունենք։
այդ հարցում որովե հակասություններ Կարծում եք, որ ճիշտ հայտարարություններ Պրահայի հայտարարությունը։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէր։ Հայաստանը չպետք է այտենց արագ շուտապույտ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Բայց նաև ինչ է կարծում, որովհետև այն ժամանակ չէր քննարկվում։ Ես հիմա չեմ կարող հիշեմ ինքը ինչ է կարծում։ Որ կարծում։ ասացիք, չունենք այդ հարցում տարաձայնությունները, հիմա ինչ է կարծում նկատի ունեմ։ Դրա մասին ինքը բազմիցս խոսել է տարբեր հարցազրույցներում, վստահաբար այսինքն հակասություն չկա։ Չէ, հակասություն չկա։ Այդ դա ամենայն առանցքային հարցերից մեկն է, եթե հակասություններ երրորդի են գնում։ Որովհետև այն ժամանակ ինքը կարծես օքեյ էր այդ հայտարարությունը։ Դες հիմա չգիտեմ, չեմ կարող հիմա հիշեմ, եթե ցիտատ ունեք, խնդրում եմ ցիտատ բերեք։ Չէ, ցիտատը այն էր, որ այստեղ ասաց, որ Սոչիում հաստատվեց Պրահան, եթե չեմ սխալվում։ Ինքը եղել է համակարգի ներսում եւ եղել է բանակցող։ Ես եղել եմ համակարգից դուրս քննադատող։ Հա, իսկ տարբերությունները ակնհայտ են։ Ինքը չէր կարա լինելով դեսպան, խոսել էլ նույն հռետորաբանությամբ, ինչ որ մենք։ Միանշանակ։ Շատ լավ, մի քանի հարց արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Հիմա բավական լարված են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ձեր տեսլականը Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ինչպիսին է։ Շարունակել այս գիծը, որը կա Ռուսաստանից ավելի դիստանցավորվել, մոտենալ արևմուտքին, թե վերադառնալ Ռուսաստանի ազդեցության գոտի եւ ակտիվացնել օրինակ վերաակտիվացնել մեր գործունեությունը հապկում։ Գիտեք, ձեր ձևակերպումները ինձ համար մի փոքր Չկարող է երրորդ, չորրորդ գիծ կա, չգիտեմ, շատ խորտ ասեք։ Վերադառնալ Ռուսաստանի ազդեցության գոտին, ախր չեմ կարծում, որ տենց մենք Չավել սերտացնել հարաբերությունները լավ, որովհետև տենց միֆ կա, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի վասալը, չի ունեցել անկախություն եւ Նիկոլ Փաշինյանը եկել է հիմա այդ վասալությունը ընդհատել է, մեզ բերել անկախություն։ Ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք նորմալ կառուցողական հարաբերություններ, չփորձել այդ հարաբերությունները սրել, օրինակ ամեն կերպ թույլ չտալ, որ կան մեր մայրաքաղաքից Ռուսաստանի հասցին սպառնալիքներ, հնչեցնեն ինչպես դա արեց Զելենսկին։ Օրինակ Զելենսկին պետք չէր հրավիրել ձեր կարծիքով։ Այդ ընթացակարգը չգիտեմ, պետք է հրավիրել, կարելի է հրավիրել, թե չէր կարելի հրավիրել, բայց ամեն դեպքում պետք է հասնենք նրան, որ Երևանից այդպիսի հուշկու սպառնալիքներ չտեղային Ռուսաստանի հասցեն։ Մենք պետք է հասկանանք, որ այդ Երևան ուղղակի հարթակ էր այդ միջոցառումը իրականացնելու համար։ Դա մեզ համար խնդիր է, որ այդպիսի հայտարարություն արվում է Երևանից։ Դա շատ լուրջ է աներ Հայաստանի այդ դեպքում։ Օրինակ դիվանագիտական ինչ որ խողովակներով ասել, որ նման հայտարարություններ չանեք։ Դե առնվազն Զելենսկին կարող է չգալ կամ առնվազն այս փուլում այդ միջոցառումը Հայաստանում չանցկացնեինք։ Հասկանալի է։ Լավ, հապկի վերաբերյալ ձեր մոտեցումը ինչպիսի է։ Ձերի նկատի ունեմ ձեր քաղաքական թիմի, ոչ թե անձնապես Կարպիս Փաշինյանի, կարող նաև ձեր անձնական կարծիքով կիսվել իհարկե։ Պետք է Հայաստանը վերադառնա այն իրավիճակի, ինչ որ կար մինչև 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերը մոտավորապես, երբ որ բավական ակտիվ Հայաստանը խաղացող էր այդ ակումբում, այսպես ասած։ Ես կարծում եմ հապկը շատ հեշտ խրտվիլակի կարգավիճակ ունեցել միշտ, որ ով ուզում էր ինքնահաստատվեր կամ ինչ-որ դիրքավորվեր, սուր քննադատություններ հասցեագրում հապկի ուղղությամբ։ Այս առումով պետք չէ այդ հապկի դերը կամ մեր հապկում լինել չլինել այդքան չափազանց ունել։ Այստեղ կենտրոնում հայ-ռուսական հարաբերություններն են եւ դրանք է պետք պահել եւ փայփայել եւ չսրել։ Բայց հիմա հապկը շատ հեշտ թիրախ է նաեւ այս իշխանության համար, հապկին հիմա անդամակցությունը սառեցրել են, դա ներկայացնելով որպես ինչ-որ արտաքին քաղաքական ինքնիշխանության հաղթանակ։ Հասկանալի է, բայց այնուամենայնիվ պատկերացնում եմ մի բա, որ դուք եք եւ կամ ոսկե, չգիտեմ, բաժնեմաս ունեք ապագա իշխանությունում, հա։ Ձեր կարծիքը ինչպիսին է, հարց է առաջանում, Ռուսաստանից զանգում ասում են, ինչ եք անելու, հարգելի գործընկերներ։ Կողմնակից չենք կտրուկ շրջադարձերի։ Շրջադարձը չէ, նկատում եմ հարցելու են հարգելի գործընկերներ, աշխատելու եք հապկի շրջանակներում մեզ հետ։ Դա դարձավ բանը, պարոն Մաղդեսյան, Կիկոսի մահը։ Մենք պետք է հասկանանք, պետք է ճշգրտումներ մտցնենք, մտ հասկանանք այդ 2022 թվականի ագրեսիան ի վերջո ինչ է, մենք տեղեկություններ շատ քիչ ունենք այդ ամեն ինչի մասին, մտ հասկանանք հապկի արձագանքը, այսինքն պետք է բանակցություններ սկսենք եւ հասկանանք։ Չգիտի, այդ ժամանակ հատուկ հանձնարարությունը։ Դե մա ինձ եք հարցնում, ասում եք ես անձամբ ինչ կանեի։ Մենք կողմնակից չենք կտրուկ շրջադարձերի, մտ պետք է հասկանանք, այսինքն մենք Նիկոլ Փաշինյանի պես չենք գալու, ասենք, մենք սկսում ենք զրոյական կետից։
Այսինքն արկածախնդրությունը մենք մերժում ենք արտաքին քաղաքականության մեջ։ Եվ պետք է հասկանանք, եթե անհրաժեշտություն լինի, վերադառնանք հապկի աշխատանքներին, եթե անհրաժեշտություն չլինի, չենք վերադառնա, բայց ես կարծում եմ խելամիտ կլինի, որ վերադառնանք։ Խելամիտ կլինի, որ վերադառնանք։ Հասկանալի։ Եկեք չսեթևենք, ուղիղ ասենք, իմ կարծիքով խելամիտ կլինի, որ վերադառնանք, բայց ինչ հարցերի պատասխաններ ճշտելուց հետո 2022 թվականի ագրեսիան եւ այլն եւ այլն։ Ես դա էի հարցնում։ Նախաստորագրված խաղաղության պայմանագիր կա Ադրբեջանի հետ, հա։ Ձեր դիրքորոշումն ինչպիսին է այդ։ Վերաբանակցել։ Այսինքն այդ ստորագրությունից հրաժարվել։ Որովհետև նախաստորագրած նշանակում է, որ այդ փաստաթուղթը ել չի փոխվելու։ Ընթացակարգը դնենք չեղարկվի կամ մենք վերաբանակցենք, որովհետև մենք ոնց որ թե միակ քաղաքական ուժն ենք, որ այստեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում, մասնավորապես թրիփի պարագայում, ապա շրջափակման պարագայում, անկլավների արդիվ եւ այլն։ Այսինքն մենք պետքա վերաբանակցենք։ Իսկ չեք կարծում, որ դա, այսինքն չեք վերաբանակցելու գործընթացը կարող է հղի լինել նոր անվտանգային սպառնալիքներով, թե ոչ, ինչպես է գնահատում։ Ինչի պետքա հղի լինի նոր անվտանգային սպառնալիքներով։ Այսինքն Ադրբեջանի հետ, չգիտեմ։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն ոչինչ չպետք է անենք, Ադրբեջանը ինչ ասի պետք է համաձայնվենք, հլո կամակատար դառնանք հիմա էլ Ադրբեջանի վասալը։ Ռուսաստանի վասալն ենք, իրանց ասելով հիմա դառնանք Ադրբեջանի վասալը, ինչ ասի համար։ Չէ, վասալի ու չվասալի խնդիրը չի։ Ես նկատի ունեմ, եթե կա սպառնալիք, օրինակ Ռուսաստանի դեպքում ասում եք պետք չի գնալ սուր լուր ու այսպես կտրուկ քայլերի, որովհետև այնտեղից վտանգներ կա եւ այդ վտանգները պետք է կառավարելի դարձնել։ Բայց Ադրբեջանը Ռուսաստանը չի, Ալիևն Նապոլեոնը չի եւ իշխանությունը մանիպուլացնում է, երբ որ ժողովրդին տերորիա է ենթարկում պատերազմի շանտաժով, մենք պատերազմի լուրջ նախապայմաններ չենք տեսնում եւ կարծում ենք, որ ով է լինի իշխանության պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը եւ հետաքրքրությունները անկախ նրանից նախապայմանները ինչն է Ադրբեջանին հետ պահելու նոր սրացումներից էսկալացիաներից օրինակ ինչի մասին պետք է լինի պատերազմը Ադրբեջանի քաղաքական նպատակներ իրականացնելու 20 թվականին մենք գիտենք պատերազմը ինչի մասին կարող է սկսվել չէ երբ որ Նիկոլ Փաշինյանը 15 թվականին մերժելով այդ բանակցային փաստաթուղթը տապալեց բանակցությունները Ադրբեջանը դա հիմնավորեց իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմագործողություն հիմա դուք մերժում եք խաղաղության այս փաստաթուղթը ասում եք պետք է վերաբանակցենք այս արդեն ոնց որ թե այս խաղաղության գծից շեղվող ճանապարհ է այս գծից նկատի ունեմ որ կա Ադրբեջանը 20 թվականի պատրվակին համանման պատրվակի մա ունի չունի Չէ, Արցախ չկա ակնհայտորեն, բայց ինքը օրինակ ունի, չգիտեմ, նոյեմբերի 9-րդ կետը փաստաթղթի, որ առաջ է տանում եւ այստեղ նույն փաստաթղթով նոյեմբերի 9-ը ուրա։ Չէ, եւ այս նույն փաստաթղթով ունի բանը, հա, այդ անխոչնդոտ անցման մենք չենք կարծում, որ Ալիևը կամ Ադրբեջանի ինչ ուզեն, որ բան կուզեն, կասեն եւ նաեւ պետք է արձանագրել, որ պատերազմի եւ խաղաղության հարցերը միայն տարածաշրջանային չեն եւ միայն Հայաստանով եւ Ադրբեջանով չեն ով է իրենց զսպելու Հայաստանը միայն թե մենք ասում ենք չկա Ղարաբաղ ուրեմն չկա թրիփ չկա Ղարաբաղ ուրեմն չկա թրիփ չկա միջանց մենք աշխատում ենք թրիփ բառը շատ չկիրառել որպեսզի ամերիկյան գործընկերների մոտ տպավորություն չստեղծվի որ ինչ-որ հակաամերիկյան դիրքորոշում ունենք բայց չկա Ղարաբաղ չկա միջանցք որտեղ մենք կարծում ենք թրիփ այս տեսքով միջանցք է միջանցք է այո իհարկե միջանցք անորոշ գոյության կարգավիճակով միջանցք է Վերջին հարցը ազգային ժողով եք անցնում, չգիտեմ, քանի տոկոս կունենաք ինչ, բայց խնդիր է առաջանալու իսկապես ոչ ԿՊ-ն ունի ունենալ ըստ նաև հարցումների այդպես կարծես թե եւ անդիմադիր ինչ որ մեկին պետք է ընտրել վարչապետ, հա ում հետ եք պատրաստ համագործակցության, ունեք արդյոք կարմիր գծեր, որևէ մեկի հետ համագործակցել ու չհամագործակցել, թե անուն Նիկոլ Փաշինյանի հեռացման պատրաստ եք համագործակցել բոլորի հետ։ Մենք միտք կա, որ հանուն երկրի պաշտպանության կարելի է բանակցել նաև սատանայի հետ։ Դա ընդունենք որպես ելակետ, բայց կան կարմիր գծեր, օրինակ չպետք է լինի Նիկոլ Փաշինյան վարչապետ, պետք է լինի իշխանափոխություն, բայց նաև մենք որոշակի շատ կոնկրետ ինքնություն ունեցող մարդիկ ենք եւ կողմնակից չենք, որ անցյալից վերապրած եւ հարություն առած ինչ-որ թալանչիներ վերարտադրվեն կամ առիթից օգտվեն խորհրդարան անցած ուժերի ընդդիմադիր ուժերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել Ռոբերտ Քոչյանի հետ պատրաստ եք համագործակցել Ռոբերտ Քոչյանի ուժի հետ
եթե իրանք իրականացնեն խորհրդարան, կարող ենք բանակցել եւ մենք այդ եզրույթ ենք առաջնային պլան մղում, որ չպետք է քաղաքական ուժերը պետք է զսպեն այդ իրենց էգոիստական հիվանդագին ամբիցիաները, որտեղ ամեն մեկը ասում է ես եմ վարչապետ, այն մյուսը ասում է չէ, ես եմ վարչապետ։ Եվ այլն մենք ասում ենք պետք է հասնենք կոմպրոմիսի եւ համատեղ ուժերով հասնենք իշխանափոխության մի կողմից, մյուս դեպքում էլ թույլ չտանք, որ այդ ինչ որ թալանչի կամ չգիտեմ լյումպեն տարերը նորից վերարտադրվեն եւ իդեպ հենց այդ հարցի համար էլ մենք առաջարկում ենք նախագահի տեխնացուն, որ որպես այս ամենի երաշխավոր։ Լավ, բայց այնուամենայնիվ, տեսեք, Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը ուժեղ Հայաստանից, որ ըստ էլի տարբեր սոցիոլոգիական հարցումների համարվում է ֆավորիտի անդիմության մեջ, ասում են, որ եթե իրենք գան իշխանության, կլինի կոալիցիոն, թե առանց կոալիցիայի, իրենք փորձելու են փոխել սահմանադրությունը, որ Սամվել Կարապետյանը դառնա ի վերջո վարչապետ։ Օրինակ հարցը, որ դրան հասնի եւ ձեր ձայներից կախված լինի նրա վարչապետ դառնալու խնդիրը, այսինքն որ նախ ուժեղ Հայաստանը լինի կառավարող ուժ եւ երկրորդը Սամվել Կարապետյանը վերջում համանդրական փոփոխություն իրականացնի մեկ անձի համար եւ ինքը դառնա վարչապետ։ Ձեր մոտեցումը ինչպեսին կլինի։ Մենք ասում ենք, նախ պետք չէ այդքան հեռուն գնալ։ Մենք ասում ենք պետք է լինի կոմպրոմիսային տեխնացու։ Ձեզ համար կոմպրոմիսային տեխնացու է Սամվել Կարապետյանը։ Պետք է լինի կոմպրոմիսային տեխնացու եւ այդ ուժերի հետ մենք պետք է խոսենք։ Մենք մերժում ենք այդ էգոիստական ձգտումները, որ մի անձը իրանով է պայմանավորում ամբողջ process-ը։ Օրինակ մեկ անձի համար համադրություն փոխելը ձեզ համար ընդունելի է թե ոչ։ Առնվազն կասկածելի է։ Պատրաստ եք քննարկել։ Պատրաստ ենք քննարկել, մենք ասել ենք նախ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկը մենք ենք արել 6 ամիս առաջ, այսինքն մենք շոր բարդությունավորված չենք երկխոսելու այդ ուժերի հետ միասնական ցուցակում այդ պետք է լիներ իրancs հետ էլի պետք է լիներ տեխնացուները կոմպրոմիսային պետք է լիներ եւ կոմպրոմիսային տեխնացու այդ էգոիզմը պետք է դրվի մի կողմ եւ ամեն ինչ մեկ անձով չպետք է պայմանավորվի մեր երկրի այս պայծառությամբ ամենամեծ ողբերգությունն է որ մեկ անձը ամեն ինչ է, հա ասում էր ես կամ կլինեմ վարչապետ կամ Հայաստանը չի ունենա վարչապետ։ Հիմա նմանատիպ այս հռետորաբանությունը պետք է մերժվի։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի։ Ես էլ շնորհակալ։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի Կարպիս Փաշոյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։